եմ պատասխանել ձեր հարցերին։ Համեցեք։ Առաջինը Նաիրա Բադալյան, Արմին։ Թերևս կհամաձայնենք ինձ հետ, որ ժամանակակից աշխարհում քիչ չեն դեպքեր, երբ օրվա իշխանություններին այդքան չի գալիս եկեղեցու միգուցե քաղաքական ակտիվությունները։ Քիչ չեն դեպքեր, երբ որ եկեղեցիներում լինում են խնդիրներ, կուսակցության, խղճի խախտման, մեն ավելի լուրջ խնդիրներ, բայց նորաբուն պատմությունը թերևս չունի օրինակներ, երբ երկրի ղեկավարը ուղիղ հանդես է գալիս կաթողիկոսի հրաժարականի պահանջով։ Այդ խնդիրը այսինքն եկեղեցիները ուզել են դուր առանց աղմուկի ինչ-որ կոմպրոմիսի է եկել, որովհետև ուզեք թե չուզեք դա նաև հեղինակության եկեղեցու և նաև հոգևոր մարդկանց հոգևոր զգացմունքներն են վիրավորում։ Ըստ այդ ինձ հետաքրքիր է, դուք մինչև այս հարցը հրապարակայնացնելը փորձեր արել եք առանց աղմուկ հանդիպել կաթողիկոսի հետ, նրա հետ քննարկել, կիսել ձեր մտահոգությունները, որովհետև ամեն դեպքում դա հայ առաքելական եկեղեցու հեղինակության խնդիրը ձեր և կաթողիկոսի հետ կապված ասես տարբեր լուծումներ կարող լինեն, բայց ամենահավանականը կոմպրոմիսային ելք գտնել։ Խնդրում եմ այս հարցին պատասխանել։ Գիտեք, ես կարծում եմ, որ եկեղեցու դեմ գործող անձը Կտրիչ Ներսիսյանն է և նրա նեղ միջավայրը, այն միջավայրը, որը գործում է հակահոգևոր, ապահոգևոր և հակաեկեղեցական տրամաբանությամբ և կարծում եմ հենց դա կերպը չի մտնում իմ աշխատավոճի և գործելավոճի մեջ և ես թափանցիկ կերպով արտահայտում եմ այն, ինչ որ արդեն ասացի և ես կարծում եմ, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն ոչինչ ավելի մեծ վնաս չի հասցնում, ինչքան Կտրիչ Ներսիսյանի ներկայությունը և ոչ միայն Կտրիչ Ներսիսյանի մայրաթոռում։ Դուք նշեցիք, որ եղել են դեպքեր, այդ թվում կուսակրոնության խախտման և այլն, բոլոր այդ դեպքերը, որ եղել են, դուք դրա մասին ինչպես գիտեք, դրա մասին եղել են հրապարակային քննարկումներ, հրապարակային հետևանքներ, հրապարակային հրաժարականներ և ուզում եմ ասել, որ նաև ժանրը, որը դուք ձևակերպեցիք, կարծում եմ որոշակի բովանդակային ճշգրտման կարիք ունի և մենք ոչ թե ուղղակի կամ դա պահանջի ժանր չէ, որ ինչ-որ մեկը պահանջում է Կտրիչ Ներսիսյանի հրաժարականը, մենք ասում ենք, որ պրոցեսը սկսվել և նա պետք է գնա այդ տեղից, այսինքն այստեղ ընտրության հարց չկտա հրաժարական, թե չի տա, ինքը պետք է գնա այդ տեղից։ Ամեն դեպքում պարոն Փաշինյան, եթե դուք մի անգամ հանդիպեիք կաթողիկոսի հետ և նա լսեր ձեր մտահոգությունները կիսեր, միգուցե այդ հարցը ավելի հեշտ լուծվեր և այսպես ամբողջ աշխարհով աղմուկ չբարձրանար մեր առաքելական եկեղեցու մասին, չսկսեին բոլորը խոսել։ Գիտեք, ես կարծում եմ աղմուկը առողջացնող աղմուկ է, ժողովրդավարական երկրները չպետք է աղմուկից խուսափեն և հրապարակային քննարկումներից խուսափեն։ Ես ասացի, որ Կտրիչ Ներսիսյանի հետ ես շփվելու, խոսելու բազմաթիվ առիթներ եմ ունեցել և այդ խոսակցություններից իմ ստացած տպավորությունն է, այդ թվում իմ համոզման պատճառը, որ նրա ներկայությունը Մայրաթոռ Սուրբ Էջմիածնում աղետալի վնաս է հասցնում հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն, ինչպես երեկ ազգային ժողովում առիթ ունեցա ասելու, իմ ժամեր, օրեր տևած խոսակցության ընթացքում ոչ մի անգամ որևէ անդրադարձ չի եղել հոգևոր թեմաներին, ես ինձ իրավունք չեմ վերապահել իր ներկայությամբ ինքս այդ թեմաներին անդրադարձ կատարեմ, իսկ ինքն էլ անդրադարձ չի կատարել, որովհետև դա իր հետաքրքրությունների տիրույթում պարզապես չկա։ Հաջորդ հարցը